Կրակային վարժադաշտում զինված ուժերի կանանց գումարտակի զինծառայողներն են։ Կրակային պարապմունքներին առաջին անգամ մասնակցում է ձմեռային զորակոչին կամավոր հիմունքներով 6 ամսյա պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչված Սյուզաննա Տոնոյանը։ Հիասքանչ մարտական վարժությունը սովորելուց հետո արդեն խրամատում կրակելը շատ հաճելի էր։ Սյուզաննան 19 տարեկան է, 1 ամիս առաջ որոշում կայացրեց անցնել զինվորական ծառայության։ Այսօր նա Հայաստանի Հանրապետության բանակի կանանց գումարտակում է։ Զինվորական համազգեստ գրելը կարելի ասել որոշակի երազանք է եղել իմ համար, դրա համար այս պահին այս համազգեստով լինելը իմ համար ապացույց է, որ ես կարողանում եմ հասնել իմ նպատակներին ու նաև մեծ հպարտություն է իհարկե այս համազգեստ գրելը, հպարտություն է ու զգաստացնում է մարդուն։ Զինվորական ծառայության առաջին օրերը հեշտ չէին, նոր միջավայր, խիստ օրակարգ ընտանիքից հեռու կյանք, սակայն ինչպես Սյուզաննան է նշում, դժվարությունները ժամանակավոր են։ Սկզբնական շրջանում թե հոգնածություն, թե որոշակի տխրություն կամ դժվարություններ լինում են, բայց դրանք հաղթահարում ես հիշելով, թե ինչ գաղափարի համար ես դու այստեղ ու քո կամքով ես եկել, քեզ ոչ ոք չի ստիպել, դու քո գաղափարի ու քո նպատակի հետևից ես եկել։ Դա հեշտացնում է։ Շարքային Տոնոյանի համոզմամբ կնոջ դերը բանակում աստիճանաբար մեծանում է, իսկ ծառայության էությունն ու նպատակը նույնն են թե կանանց եւ թե տղամարդկանց համար՝ ծառայել մեր երկրին։ Թե բանակում, թե պետական այլ կարևոր ոլորտներում ավելի աճում է ու կարծում եմ, որ կանանց քանակը եւ որակը իհարկե ավելանալով կարևոր թանգույցներում պետական միայն ավելի լավացնելու են պետության իրավիճակը։ Սյուզաննան ծառայությունից զատ նաև այլ հետաքրքրություններ ունի, ֆիլմերի սիրահար է, նաև հաճույքով գրքեր է կարդում։ Նպատակ ունեմ հավաքել անձնական գրադարան, այստեղ լինելու ընթացքում արդեն 3 գիրք ավարտել եմ։ Շարքային Տոնոյան։ Ես 6 ամսյա ծառայության ավարտին Սյուզաննան կստանա 1 միլիոն դրամ պատվովճար կամ հնարավորություն շարունակել ծառայությունը պաշտպան հայրենյաց ծրագրով, սակայն ինչպես ինքն է նշում, ամենամեծ ձեռքբերումը կլինի փորձառությունն ու սեփական ուժերի նկատմամբ վստահությունը։ Եթե ցանկություն կա, եթե ունեք այդպիսի նպատակ, ձեր մոտ միտք է ծագել ծառայելու, ապա անպայման փորձեք, որովհետև անգամ եթե դուք չշարունակեք այս ոլորտում, այս 6 ամիսը այնպիսի փորձառություն է տալու, որը կյանքի այլ փուլում չեք կարող ձեռք բերել։ Շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետությանը ինձ այս հնարավորությունը ընձեռնելու համար։ 19-ամյա Սյուզաննա Տոնոյանի մասին այս փոքրիկ պատմությունը հերթական վկայությունն է։ Զինվորական ծառայությունը միայն պարտականությունների կատարում չէ, այլ նաև գիտակցված ընտրություն, գաղափար եւ երազանք, որը կարող է դառնալ իրականություն։ Առաջնային նպատակս Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա ընդունվելն է, լինել այնտեղ կուրսանտ եւ բարեհաջող ավարտելու դեպքում արդեն որպես սպա ծառայել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Զարուհի Ռշտունի, Ռուբեն Մնացականյան, Հովհաննես Գրիգորյան, Հայկ Չիլինգարյան, Զինուժ։